պարզ է, որ Իրան-ամերիկյան հարաբերությունները ուղղակիորեն ազդել են Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, նաև Հայաստան-Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա, հետևաբար Իրան-ամերիկյան այս ողջ գործընթացը ոչ միայն հետաքրքիր է Հայաստանին որպես Իրանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություն ունեցող երկիր, այլ հետաքրքիր հենց առաջին հերթին մեջ հաշվի առնելով։ Եթե վերցնենք վերջին օրերի զարգացումները, ապա երկու փուլ տեղի ունեցավ, դրանք բանակցություններ չի կարելի կոչել, տեղի ունեցավ շփումներ, անուղղակի շփումներ Օմանի միջնորդությամբ, այսինքն Միացյալ Նահանգների պատվիրակությունը եւ իրանական պատվիրակությունը դեմ դիմաց չեն հանդիպել, դա իրականացվել է Օմանի արտգործնախարարի միջնորդական առաքելությամբ, ուստի մենք դեռևս չունենք բանակցություններ որպես այդպիսի դասական իմաստով։ Բայց քննարկումներ կան եւ իրանական կողմը առաջանալու բանակցությունների միայն մեկ օրակարգ Իրանի միջուկային ծրագիրը սեփական կարմիր գծերով, որը ենթադրում է, որ Իրանը պետք է ունենա խաղաղ միջուկային ծրագիր, Իրանը պետք է իրականացնի ուրանի հարստացում, Իրանը արդեն իսկ առկա հարստացված ուրանի պաշարը, հատկապես 60% հարստացման ենթարկված ուրանի պաշարը, որևէ պարագային երկրից դուրս չի հանելու, չի տանելու որևէ երրորդ երկիր, եւ դրա դիմաց իրանական կողմը ըստ էության պահանջում է պատժամիջոցների ամբողջական չեղարկում եւ չի պատրաստվում քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր արբանյակ ուժերի հետ հարաբերությունների խնդիրներից բادرահանություններ եւ այլն։ Ոստի բանակցային գործընթացը այս համատեքստը, բայց բանակցային գործընթացին զուգահեռ մենք ունենք նաեւ ռազմական հետևաբանություն եւ ռազմական ոչ թե բախում, այլ ռազմական տեղաշարժեր։ Իրանական կողմը իրականացնում զորավարժություններ, Միացյալ Նահանգները ավիակիր ուղարկել իրանական ջրերի մոտակայքում իրանական ջրերի տարածքի մոտ ավիակիրը, բայց երկրորդ ավիակիրն է գնում ըստ էության տեղի ունեն պետորաբանական փոխհրաձգություններ, թե Միացյալ Նահանգների նախագահը սպառնալից պետորաբանությամբ խոսում, թե Իրանի օգտեբր առաջնորդը։ Ոստի հաշվի կառնելով այս ամենը մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ բանակցային, ասեմ այսպես կամ շփումների ֆորմատը զուգադեռվում է ռազմական որոշակի գործողություններով, կրկնեմ դա բախում չէ, գործողություններ յուրաքանչյուր կողմը իրականացնում է սեփական ուժերով եւ նաեւ տեղի ունենում ռազմական սպառնալիքի ճնշման մեթոդաբանության որոշակի գործընթաց բանակցային ծրագրի վրա։ Եթե փորձենք իրանական կողմի դիրքորոշումները հասկանալ, ապա ակնհայտ է, որ իրանցիները գիտակցում են, որ գործում են աշխարհի թիվ 1 գերտերության հետ եւ աշխարհի ամենահզոր եւ ամենաթանկ բանակի հետ։ Հետևաբար Իրանը փորձում է գործել ասիմետրիկ անզուգաչափ մեթոդաբանությամբ եւ քանի որ դիցուկ ավիակիրների մակարդակում, օդային տարածքի վերահսկողության մակարդակում չի կարող մրցակցել Միացյալ Նահանգների հետ, հստակորեն արձանագրում է, որ եթե հանկարծ տեղի ունենա բախում, այս բախումը տարբեր է լինելու նախորդ դիցուկ բախումից, երբ տեղի ունեցավ խորհրդանշական ըստ էության հարված կատարում տեղակայված ամերիկյան ռազմակայանին եւ Իրանը այդ բախումը վերածել է տարածաշրջանային պատերազմի, թիրախավորելով Միացյալ Նահանգների ողջ ռազմական ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքով ներգրավելով այդ գործընթացում իր վարվանյակ ուժերին Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում եւ այս իմաստով օգտագործում է սեփական գործիքակազմը։ Ինչով է այս ամենը հանգում մեզ։ Այս ամենը հանգում է մեզ, որովհետեւ ըստ էության պատերազմի վտանգը մեզանից ընդամենը մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա է, մերից ընդամենը մետր հեռավորության վրա է։ Հետևաբար այս համատեքստում նաև մենք պետք է հստակորեն ունենանք սեփական սցենարները տարբեր զարգացումների պարագայում եւ տարբեր համատեքստերում։ Առավել եւս, եթե մենք փորձում ենք խոսել ընդհանրապես Հայաստանում որոշումների կայացման մակարդակի մասին, ապա ակնհայտ է, որ գործում ենք շատ մեղմ ասած ցածր մակարդակի հետ եւ այս համատեքստում Իրան-ամերիկյան հարաբերությունների այս ողջ հորձանուտում Հայաստանի դիրքորոշումները այդքան էլ հստակ չեն։ Տեսեք, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե բոլոր արաբական երկրները, Թուրքիան, Ադրբեջանը խոսում է Իրանի հետ, խոսում է Միացյալ Նահանգների հետ, փորձում են միջնորդական առաքելությամբ հանդես գալ, փորձում են սեփական դիվանագիտական հնարավորությունները տրամադրել երկու կողմերին, գոնե հավաստիացնում են կողմերին, որ պատրաստ է դա անել, Հայաստանից կարողություն այս գործընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն, որևէ միջնորդական առաքելության առաջարկ, նույնիսկ չկա տեղի չի ունեցել հեռախոսազրույց։
Գիտեք, թե Ադրբեջանի արտգործնախարարն է խոսել Իրանի արտգործնախարարի հետ, թե Ադրբեջանի նախագահն է խոսել Իրանի նախագահի հետ, հայկական կողմից որևէ հեռախոսազրույց տեղի չի ունեցել իրանական բարձրաստիճան գործընկերների հետ, հետևաբար կարծում եմ սա հերթական, ինչ ասեմ, բաց թողում բառը շատ մեղմ է բնութագրում իրավիճակը, բայց հերթական տապալումն է, միգուցե ավելի ճիշտ կլինի սա ասել այս համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցանկացած երկիր, որը կկարողանա Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում հանդես գալ միջնորդական առաքելության, առավել ևս եթե այդ միջնորդական առաքելությունը հաջողի, ապա կփոխի տարածաշրջանում իր ունեցած աշխարհաքաղաքական կշիռը։ Հետևաբար յուրաքանչյուր ռիսկ իր հետ պարունակում է նաև որոշակի հնարավորություն։ Բնական է, որ ճիշտ որոշումների կայացնելը պայմանավորված է երկու հանգամանքներով՝ ռիսկերի կառավարում և հնարավորությունների օգտագործում։ Մեզանում կարծեք, թե իրականացվում է ոչ մեկը, ոչ մյուսը, չկա ռիսկերի կառավարում, չկա որևէ հնարավորության իրականացում։ Ինչ վերաբերում է ընդհանուր համատեքստին, ապա պետք է նկատի ունենալ մեկ այլ շատ կարևոր հանգամանք, ես կուզենայի անպայմանորեն նաև դրան անդրադառնալ, այս Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը կամ գործընթաց կոչեցյալը, իրականում խաղաղության գործընթաց չի կարելի կոչել այս ամբողջ երևույթը հաշվի առնելով հենց միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խաղաղության գնացող կողմը նման հայտարարություններով, նման հռետորաբանությամբ, նման բնորոշումներով հանդես չի գալիս։ Հետևաբար մենք պետք է հստակորեն հասկանանք, որ ադրբեջանական կողմը օգտագործում է պատկերավոր ասած մտրակի և քաղցրավայրի քաղաքականությունը։ Ինչ որ ուռճացված բենզինի առաքում Հայաստանը, չգիտեմ, մի քանի վագոն ցորենի տարանցում իր տարածքով, դա իմիջիայլոց քարոզչական հսկայական ուռճացման միջազգային հանրությանը ներկայացնել, գրեթե բարեգործության մակարդակով ներկայացումը տեղի ունենում, և դրա փոխարեն ըստ էության մենք ունենք մի պատկեր, երբ հենց նույն այդ տրիպի շրջանակներում այդ անխոչնդոտ կոչեցյալ անցումը, որը իրականում բացառում է հայկական մաքսային և սահմանապահ վերահսկողությունը ադրբեջանցիների Հայաստան տարածքում գործած ընթացքում, այսպես կոչված այդ front office գեղեցիկ փաթեթավորմամբ երևույթը ըստ էության հանգում է նրան, որ կատարվել է Իլհամ Ալիևի պահանջը առայն, որ ադրբեջանցիները չեն տեսնելու հայի երես։ Եվ փոխադարձ առավելությունների մասին որևէ խոսք չկա, եթե այդ փոխադարձ առավելությունները տրամադրվելու են, որին ես դժվարանում եմ հավատալ, ընդհանրապես որևէ խոսք չկա, ընդհանրապես դնում է խոսքի առայն, որ տրիպը դա առանձին տնտեսական ծրագիրը պետք չէ շահկապել ադրբեջանական կողմի գործողությունների հետ, մինչդեռ Բաքվի բռնապետը հստակորեն հայտարարում է, որ այդ ճանապարհը միտված է իրականացնելու երկու գործառույթ։ Որևէ խոսք չկա Հայաստանի ապաշտապահման մասին, խոսվում է բացառապես այսպես կոչված մայրցամաքային Ադրբեջան Նախիջևանի ինքնավար հանրապետության կապի մասին և Ադրբեջան-Թուրքիա մի կողմից դեպի արևմուտք կապի մասին և Ադրբեջան-Կենտրոնական Ասիա մյուս կողմից դեպի արևելք կապի մասին։ Որևէ խոսք չկա այն մասին, որ այդ երկաթուղագիծը ճանապարհը շարունակվելու է դեպի Հայաստան, ընդհանրապես տեղի են ունենում տարբեր մեր մասած անհասկանալի գործընթացներ և նաև գործընթացի մեջ փորձ է կատարվում ներգրավել Ղազախստանին, ինչը ըստ էության ցույց է տալիս, որ մենք գործ ունենք թուրանական ճակերտավոր աշխարհին Հայաստանի ինկորպորացիայի փորձի հետ, Հայաստանը սերտաճեցնելու այդ աշխարհի հետ, որը չեմ կարծում, թե մեր երազանքն է մեղմ ասած, եթե չասեմ մեզ համար հսկայական ռիսկեր է պարունակում։